Paris Saint-Germain-ը կրկին չեմպիոնների լիգան նվաճեց, Arsenal-ը դարձավ Անգլիայի չեմպիոն ու այդ ընթացքում բացահայտվեցին մի շարք հրաշալի ֆուտբոլիստներ, որոնցից կազմված է մեր այսօրվա թիմը։ Իհարկե, մենք կհասկանանք, թե ինչ կատարվեց Ատլետիկո Մադրիդի եւ Բարսելոնայի միջև, ու թե ինչ էր կատարվում Լոնդոնում եւ Փարիզում։ Դուք լայքը սեղմեք այս վիդեոին, subscribe-ը նույնպես զանգակի հետ միասին, որ ավելի ջիգարով աշխատենք։ Հայտնությունների տարվա թիմում դարպասը վստահում ենք Նիկիտա Հայկինին, արժեքը 3 միլիոն եվրո։ Ռուս դարպասապահը նորվեգական հրաշքի կերտողներից էր, Բուդիո Գլիմտը իսկական սխրանք գործեց հասնելով չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Պատկերացրեք, Հայկինը միայն չեմպիոնների լիգայում 68 սեյվի եղինակ է դարձել, այդպիսով գերազանցելով անձամբ Տիբո Կուրտուայի ռեկորդը։ Բացի դա, ընդամենը 22 գոլ է բաց թողել, փոխանցումների ճշգրտությունը ավելի քան 60%։ Դարպասապահի համար դա շքեղ արդյունք։ Ոչ մի կերպ չթերագնահատելով նորվեգական թիմի ֆուտբոլիստների արժանինքները, չլիներ Հայկինը իր վստահ խաղով, մենք նորվեգական հրաշքը չէինք տեսնի։ Պաշտպանության ձախից իր տեղն է գրավում Նիկո Օ'Րայլին Մանչեսթեր Սիթիից, արժեքը 50 միլիոն եվրո։ Պեպի թիմը դեռ նախորդ մրցաշրջանից էր սկսել սերնդափոխությունը ու այդ ընթացքում թիմը գրեթե ամբողջությամբ փոխվեց, հայտնվեց Նիկոն եւ վաստակեց իր տեղը հիմնական կազմում։ 25-26 մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի 34 խաղի է մասնակցել, դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Սա դեռ չեմպիոնների լիգան չհաշված, որտեղ եւս 3 արդյունավետ գործողություն ունի տղան։ Սակայն նրա աստղային ժամը եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում, երբ նա դուբլի հեղինակ դարձավ ու տիտղոս պարգևեց Պեպին, որ 10 տարվա ընթացքում 20 տիտղոսը կլորանա։ Հրաշալի աճի ու ցույց տված ֆանտաստիկ ֆուտբոլի համար Թոմաս Տուխելը նրան հրավիրել է Անգլիայի հավաքական մունդիալին մասնակցելու համար։ Պաշտպանության կենտրոնում կլինի Լանսի Ժայրը Մալանգսար անունով։ Ես նրան ասում եմ Կոնատե Լայթ, արժեքը 20 միլիոն եվրո։ Պաշտպանը ուղղակի քանդում է ամեն ինչ իր ճանապարհին։ Նրա վստահ խաղը անհանգստություն կպատճառի անգամ ամենափորձառու արձակվողներին։ Չնայած մեծ չափերին, նա առանձնանում է առանձնակի ճկունությամբ եւ կատարած մաքուր սահանքումներով։ Գրեթե չի սխալվում մենապայքարներում, 90 րոպեում միջինում գրեթե 3 անգամ ընդհատում է մրցակիցների գրոհները, 4 անգամ ապահովագրում խաղընկերներին, եւ նա մասնակցել է այս մրցաշրջանի Լիգա 1-ի գրեթե բոլոր խաղերին։ Լանսը պաշտպանական գիծը բավական բարձր է կազմում ու այստեղ շատ կարևոր է գնդակի կորստի դեպքում արագ վերադարձնել այն։ Այդ հարցում նույնպես շատ լավն է Սառը։ Կարող է Բարսային սազի։ Շատ հետաքրքիր է, որ այս ֆուտբոլիստը հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքական, բայց այդպես էլ ազգային թիմից հրավեր չի ստացել։ Ու հիմա 27 տարեկանում բացվում է նոր գույներով Լանսի գլխավոր մարզիչ Պիեր Սաժի գլխավորությամբ։ Նենց որ երբեք էլ ուշ չի փթթելու համար։ Պաշտպանության աճ եզրը վստահում ենք Կոբի Մայնուին Մանչեսթեր Յունայթեդից, արժեքը 50 միլիոն եվրո։ Անգլիացին նոմինալ կենտրոնական կիսապաշտպան է հենակետային գոտում, բայց ունիվերսալ որակներ ունի եւ ցանկության դեպքում կարող է խաղալ նաեւ պաշտպանության եզրում։ Մանկունիացիների ակադեմիայի սանը դեռ նախորդ մրցաշրջանից է խաղում հիմնական թիմում։ Այնպես չի, որ այս տարի նա հիմնական կազմի ֆուտբոլիստ էր։ Պարզապես Լիվերպուլի դեմ խաղում նրա գոլը ստիպում է մեզ վերցնել նրան ապագայի համար։ Այդ խաղը այս մրցաշրջանի երևի թե լավագույն խաղերի եռյակում իր տեղը կգտներ։ Իսկ Մայնուն տպավորում է, երբ լինում է դաշտում, Կազեմիրոյի հեռանալով նա կարող է դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Հենակետային գոտին կզբաղեցնի Մայլս Լուիս Քելին Արսենալից, արժեքը 35 միլիոն եվրո։ Նոմինալ ձախ պաշտպան, որը Միկել Արտետայի թեթև ձեռքով դառնում է կամ արդեն դարձել է հենակետային կիսապաշտպան։ Խաղը, որ ցույց տվեց Paris Saint-Germain-ի հետ, անգլիացին ուղղակի շքեղ էր, բայց ոչ անսխալ, ինչը բնական է։ 19 տարեկանում դաշտ դուրս գալ նման պատասխանատու գոտում ու խաղալ շատ վստահ
վերջերին է տրված։ Խաղի 80-րդ րոպեին նման պայքարը Paris Saint-Germain-ի ամենատաղանդավոր ու արդեն անուն հանած Դեզիրեի հետ խոսքերից ապացույցն է։ Նա միանշանակ Արսենալի համար կարող է տարբերակ լինել տարիներ շարունակ։ Ավելի աչից տեղ ենք հատկացնում Մարկ Բերնալի համար։ Արժեքը 30 միլիոն եվրո։ Դե չենք կարող ուղղակի ներկայացուցիչ չունենալ Բարսելոնայից։ Բերնալը Բարսայի ակադեմիայի սաներից է, որոնք հնարավորություն ստացան Հանսի Ֆլիկի կողմից ու թերևս ամենահաջողն է։ Կիսապաշտպանություն նա ինչ որտեղ հիշեցնում է Սերխիո Բուսկեցին, առանձնանում է իր հանգստությամբ եւ անցնող մրցաշրջանում ավելի շատ աչքի ընկավ մրցակցի գրողները քանդելով։ Փոխանցումների բարձր ճշգրտություն ունի, առանձնանում է դաշտը շատ լավ տեսնելու ունակությամբ։ Բացի այդ, հնարավորության դեպքում առանձնանում է նաև արդյունավետ գործողություններով։ Նա շատ լավ էր փոխարինում հիմնական կազմի ֆուտբոլիստներին, որոնք տարբեր պատճառներով բացակայում էին։ Նա համարվում է Բարսայի ապագա առաջատարը, ինչ կասեք։ Ձախ կիսաեզրում ունենք ներկայացուցիչ Բավարիայից Լենարդ Կարլ, արժեքը 60 միլիոն եվրո։ Գերմանական գրանտը չի առանձնանում սեփական սաներին հնարավորություն տալով, բայց Կարլը ուրիշ է։ 18-ամյա ֆուտբոլիստը ավելի շատ միտված է հարձակողական գործողություններին։ Բավարիայի նման հզոր մեքենայում, որտեղ խաղում են Օլիսեն, Քեյնը, Դիասը, Կարլը շատ լավ կարողացավ ինտեգրվել ու դառնալ հնգական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Այս թվերը ավելի տպավորիչ կլինեին, եթե չլիներ նրա վնասվածքը մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Ենթահարձակվողի գոտում կխաղա Արդա Գյուլերը, արժեքը 90 միլիոն եվրո։ 24-25 մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը հազվադեպ էր խաղում Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ Սակայն Ալոնսոյի գալով նա դարձավ թիմի գլխավոր դիրիժորը։ Բոլոր գրողները կազմակերպվում էր հենց նրա միջոցով։ Միայն Լա Լիգայում 13 արդյունավետ գործողություն ու դա այն դեպքում, երբ Ալոնսոն շատ կարճ մնաց Ռեալում։ Արբելոայի հետ նրա դերակատարությունը մի փոքր ընկավ ու դրան պետք է գումարել իհարկե Ռեալում տեղի ունեցող իրադարձությունները, այդ մթնոլորտում ստեղծագործել պարզապես հնարավոր չի։ Բայց չնկատել նրա շեդևրալ փոխանցումներն ու իրացրած տուգանայինները ուղղակի հնարավոր չի։ Հարձակման աչից իր արժանի տեղն է գրավում Անաստասիոս Դուվիկասը Կոմոից, արժեքը 25 միլիոն եվրո։ Եվս մի ֆուտբոլիստ, որը մարշչի օգնությամբ երկրորդ շանս է ստանում։ Հույն ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանը անցկացրեց իտալական Կոմոյի կազմում, որը ուղղակի սքանչելի ստացվեց։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Սելտայում, որտեղ աչքի չէր ընկնում արդյունավետությամբ, բայց հերիք էր հայտնվեր համապատասխան մարշչի մոտ ու գոլերը գնացին 17 գոլ 3 գոլային փոխանցում։ Հենց այդ գոլերի շնորհիվ էր նաև, որ Կոմոն կարողացավ տեղ գտնել Ասերիայի քառյակում եւ գնալ Չեմպիոնների լիգա։ Ձախ եզրում տեղակայվում է Յան Դիամանդեն Լայպցիգից, արժեքը 90 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը այս մրցաշրջանում այնքան էլ ստաբիլ չէր, չնայած վերջում կարողացավ իր գործերը դզել, հայտնվել եռյակում եւ գնալ Չեմպիոնների լիգա։ Դիամանդեն այդ հարցում շատ մեծ ավանդ ունի իր 12 գոլով եւ 9 գոլային փոխանցմամբ, շատ արագաշարժ, տեխնիկապես հարուստ հարձակվող, որը կարծում եմ կլոպի հավանությունը հաստատ ստացել է։ Նախորդ տարի նա խաղում էր իսպանական սեգունդան ներկայացնող Լեգանեսում, որտեղ աչքի չէր ընկնում արդյունավետությամբ, բայց Լայպցիգում եւ Ռեդ Բուլում ընդհանրապես առանձնանում են ֆուտբոլային նյութով։ Կոտ դ'Իվուարցին հաստատ դառնալու է մի գրանդի փայ, գուցե հենց այս համար։ Ու վերջապես հարձակման սրությունը կապահովի Իգոր Տիագոն, արժեքը 50 միլիոն եվրո։ Պատկերացրեք մի հատ, այս ֆուտբոլիստից ավելի շատ գոլ ա խփել Անգլիայի Պրեմիեր լիգա միայն Էրլինգ Հոլանդը։ Նա դարձել է 22 գոլի հեղինակ, բրազիլիացու համար արդեն իսկ որսա սկսվել ու հավանականությունը մեծ է, որ Բրենտֆորդը մի կլորիկ գումար կաշխատի նրա տրանսֆերից։ Իր գոլերով եւ համոզիչ խաղով Իգորը Անչելոտիի կողմից հրավիրվել է հավաքական ու կխաղա աշխարհի առաջնությունում։ 24-ամյա ֆուտբոլիստը ինչ որտեղ հիշեցնում է
Ադրիանոին։ Չնայած ֆիզիկական մեծ չափերի, բավական շարժունակը արագ է կողմնորոշվում ու խփում գոլեր ամեն ճաշակի։ Մեր հայտնություններից կազմված թիմը այսպիսի տեսքն ունի։ Ես կարծում եմ, այս no-name ֆուտբոլիստները կարող են ձեռնոց նետել ցանկացած գրանտի, միայն թե նրանց պետք է մի շատ լավ մարզիչ, որը նույնպես հայտնություն դարձավ այս մրցաշրջանում, ու դա իհարկե Մայքլ Կարիքն է։ Ոչ ոք, անգամ հենց ինքը Կարիքը, կարծում եմ չէր պատկերացնում, որ ինքը այնքան հաջող կլինի, որ կզբաղեցնի երրորդ հորիզոնականը։ Ֆանտաստիկ աշխատանք, Կարիք, հուսով ենք մեր թիմն էլ կբարձրացնես։ Պայստայինների նստարանին են մնում Քրիս Ռիգը Սանդերլենդից, ուղղակի ֆանտաստիկ կիսապաշտպան։ Դիագո Պիտարխը Ռեալի ապագան երևի։ Դաստան Սապտաևը Կայրաթից, որը 17 տարեկանում թիմի հիմնական կազմում է խաղում ու գոլեր է խփում Չեմպիոնների լիգայում։ Նրանք շատ են։ Եթե հավանեցիք, հավանեք այս տեսանյութը, գրեք ձեր կարծիքը անպայման ու առաջարկեք նորահայտ ֆուտբոլիստների այս մրցաշրջանից գուցե երկրորդ մաս անենք։ Ձեռի հետ էլ լայք դրեք, բաժանորդագրվեք, որ մենք էլ հայտնի դառնանք վերջապես։ Paris Saint-Germain-ը հաղթեց Չեմպիոնների լիգան երկրորդ անգամ անընդմեջ։ Խվիչան, Դեմբելեն, Էնրիկեն, Վիտինյան, Նևեշը, Մենդեշը ապրեն։ Արա, բայց ֆաները խի են իրանց անասունավարի պահում։ Այսենց բռնում էին Արսենալի ֆաներին ու ճնշում, ձեռք առնում ու ոչ միայն։ Եթե սա է Եվրոպան, ուրեմն մենք հաստատ քաղաքակրթության գագաթնակետին ենք։ Արդեն նշմարվում է ամռան գլխավոր սկանդալներից մեկը, ու դա կլինի երևի թե Բարսելոնայի ու Ատլետիկո Մադրիդի միջև։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Խուլիան Ալվարեսին եւ նույնիսկ պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո։ Խոսակցություններ կային, որ Բարսելոնան անգամ ցանկանում է գործարքի մեջ ներառել Ֆերրան Տորրեսին, սակայն Ատլետիկոն շտապեց հայտարարել, որ նրանք ոչ մի առաջարկ չեն ստացել ու ավելին Ալվարեսը վաճառքի ենթակա չէ։ Բայց պատմությունը դրանով չավարտվեց ու ավելի հետաքրքրացավ։ Մադրիդյան ակումբը սկսեց մեղադրել Բարսելոնային ֆուտբոլիստին ապակայունացնելու եւ մեդիայի միջոցով ճնշում գործադրելու մեջ։ Ավելին, ատլետները նույնիսկ սկսեցին ծաղրել Բարսելոնային սոցիալական կայքերում։ Նրանք հրապարակում էին հումորային տրանսֆերային հայտարարություններ Լամին Յամալի, Պեդրի եւ այլ ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Յամալին ընդհանրապես առաջարկում էին փոխանակել արևածաղկի սերմերի հետ։ Արա, պրոֆեսիոնալ ակումբը։ Իհարկե նրանք այդպես էին կարծում, քանի որ իրենց կարծիքով Բարսելոնան իր հերթին ոչ պրոֆեսիոնալ էր գործում։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դեռ ոչ ոք հստակ չգիտի Խուլիան Ալվարեսը ցանկանում է արդյոք տեղափոխվել Բարսելոնա, թե սա ընդամենը ինֆորմացիոն փուչիկ էր, որ պայթեց մեր գլխին։ Ոմանք ասում են Ալվարեսը մանկության երազանք ունի խաղալ հենց Բարսելոնայում, բայց դեռ ոչինչ հստակ չի։ Ամառը նոր է սկսվում եւ շատ թեժ է լինելու։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքը։ Օրինակ մեր կարծիքով, ինչպես մենք շատ վաղուց արդեն նշում ենք, Խուլիան Ալվարեսը ֆանտաստիկագույն ձևով կարող է ինտեգրվել Բարսելոնային եւ շատ ավելի ուժեղ դառնալ։ Հատկապես կատալոնացիները արդեն ձեռք են բերել Գորդոնին, որը շատ լավ ֆուտբոլիստ է ու էլի շատ լավ համապատասխանում է կատալոնական թիմին։ Պապա Կարլոն սրտեր է գերում։ Այս դեպքում Պապի Կարլոն։ Նեյմարի նրա հավաքական հրավիրվելու ու վնասված ստանալու մասին առանձին վիդեո ունենք, որը եթե դեռ չեք նայել, անպայման գնացեք նայեք։ Իսկ ես ասեմ, որ Անչելոտին իրեն հատուկ պատասխան ա տվել հարցին, թե արդյոք կհրավիրեր Նեյմարին, եթե իմանար նրա վնասվածքի մասին։ Եթե տատս ակներ ունենար, ապա մեքենա կլիներ։ Թե ինչ է ուզում սրանով ասել ծերուկը, մտածեք ինքներդ, իսկ մենք շարժվում ենք առաջ։ Paris Saint-Germain-ը շարունակում է պատմություն գրել ու սա
արդեն կատակ բան չէ։ Լուիս Էնրիկեն իր ամբողջ մարմնով ու հոգով ցույց է տալիս, որ հաջողության հասնելու համար պարտադիր չի լինել չափազանց լուրջ ու գալստուկով։ Նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան երկրորդ անգամ անընդմեջ ու հարցին, թե կլինի արդյոք երրորդը, պատասխանեց այսպես. Three in a row? Սակայն պետք է արժանին մատուցել նաև Արսենալին, որը չվախեցավ եւ անգամ խաղասկզբին բացել էր խաղի հաշիվն ու հուսով էր, որ կպահի Կայ Հավերցի գոլը, իսկ հետո կրկին խվիչան։ Վաստակեց 11 մետրանոց հարված մի պաշտպանության պայմաններում, որտեղ անգամ 1 սանտիմետրը վաճառվում էր 485,000 եվրոյով։ Բայց որ նրա շարունակական աճը շքեղա ուղակի խոսքեր չկան։ Նախորդ տարի էլ էր շատ լավը, բայց այս տարի առնվազն 2 անգամ աճել։ Բայց Paris Saint-Germain-ի հաղթանակը ընդգծելու համար պետք է առաջին հերթին աչք գցել երկրորդ խաղակեսի ամենավերջերի 70-75-րդ րոպեից հետոին, երբ նրանց հնարավորությունները իսկապես ավելի շատ էին։ Կարճ ասած, փարիզյան թիմը ավելի արժանի էր հաղթանակին իր ցույց տված խաղով մինչև վերջ պայքարելու ունակությամբ, քան Արսենալը։ Բայց տարբերությունը իհարկե չնչին էր, շատ չնչին։ Դե ինչ վերաբերվում է 11 մետրանոց հարված աշարին, դե դա վիճակախաղ է եւ այնտեղ հաղթողներ ու պարտվողներ ուղակի չեն լինում։ Լինում է բախտի գործոն։ Այ թե մյուս տարի Արսենալի բախտը կբերի թե չէ, կիմանանք իհարկե մյուս տարի, հատկապես որ Ռայսը խոստացել է, որ իրենք վերադառնալու են նույն փուլին ու հաղթեն լիգան։ Դրա համար էլ իրեն թույլ տվեց հարվածել ոստիկանին։ Սա արդեն Արսենալի չեմպիոնական պարադից կադրեր են, միայն տեսեք, թե ինչ է կատարվում Լոնդոնի փողոցներում, այս սա իհարկե ունա պարադ, որը կարմիր գույն ունի միայն գերազանց։ Մի խոսքով Paris Saint-Germain-ը այնտեղ է գոհ, Արսենալը էստեղ է գոհ, դուք էլ լայք դրեք այս վիդեոին, բաժանորդագրվեք, որ մենք էլ գոհ լինենք, դուք էլ գոհ լինեք, բոլորով գոհ լինենք, բայց գող չլինենք։ Այսքանը այս անգամվա համար կհանդիպենք աշխարհի խաղերին։